Եվ այսպես Սոչիի Բաչարով-Ռուչեի կեցավայրում այսօր կայացավ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Հանդիպան սկզբում Վլադիմիր Պուտինը նկատեց, որ ուրախ է հյուրընկալել իր հայաստանցի գործընկերոջը, նա գնահատեց Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարեկամական, ռազմավարական և ստրատեգիական նշանակություն ունեցող։ Նա ասաց, որ հանդիպման օրակարգում անշուշտ լինելու է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը, նաև ընդգծեց, որ այդքանով հանդերձ կան հարցեր, որոնք վերաբերում են նաև երկկողմ հարաբերություններին և անշուշտ բանակցությունների օրակարգում կլինի նաև Ղարաբաղյան թեման և հայ-ադրբեջանական և ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում վերջին շրջանի լարվածությունների հերթին Սերժ Սարգսյանը նկատեց, որ վերջին հանդիպումից անցել է 3 ամիս և այս ընթացքում անհրաժեշտ է, որպեսզի այս 3 ամիսների աշխատանքը ամփոփվի։ Սերժ Սարգսյանը առաջարկեց, որպեսզի Վլադիմիր Պուտինը ներկայացնի այն ջանքերը, որոնք Ռուսաստանը գործադրում է Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելուց և միաժամանակ պատրաստակամություն հայտնեց ավելի մանրամասն խոսել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ և նաև վերջին ընդհարումների, դիվերսիոն հարձակումների շուրջ և այսպես ասած ներկայացնելու Ադրբեջանային ռազմատենչ նկրտումները, որոնք որ հենց հիմք են հանդիսացել և պատճառ դարձել այս հանդիպումներին։ Мне не нужно давать характеристику российско-армянским отношениям. Կարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները, դրանք կրում են բացառապես բարեկամական ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները։ Աշխատանքը կատարվում է, և ես կցանկանայի ձեզ տեղեկացնել այն մասին, թե այդ ուղղությամբ ներկա պահին ինչ վիճակում է գտնվում։ Բայց անշուշտ մենք նաև երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին մենք այսօր անկասկած կխոսենք, ինչպես նաև հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկել Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը, ուստի մեր օրակարգը շատ մեծ և հագեցած է։ Մեր վերջին հանդիպումից անցել է 3 ամիս, և մեր որոշ պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու անհրաժեշտություն կա։ Բացի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կցանկանայի քննարկել որոշ հարցեր կապված ինտեգրացիոն գործընթացների հետ, ավելի կոնկրետ կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ։ Իհարկե մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում։ Եթե դուք անհրաժեշտ կհամարեք Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին։ Հանդիպումը տևեց 1 ժամից ավելի, դրա բանակցությունների օրակարգը չափազանց ընդգրկուն էր և դրանով հանդիպումը ոչ միայն չավարտվեց, այլև կշարունակվի նաև կիրակի, հայտնի է, որ կիրակի կլինի եռակողմ հանդիպում, որի ընթացքում արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կխոսեն հենց միայն Ղարաբաղյան հակամարտության մասին։